Հուլիսի 10-ին ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ հայոց արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուսթրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին, որոնց առաջնորդում էր հոգևոր հովիվ Տեր Թադեոս Քահանա Բարսեղյանը։ Հայոց հովապետն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց ուխտավորներին, ուրախություն հայտնելով հայրենիք եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։ Նորին սրբությունը կարևորեց Սփյուռքի հայրենիների զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։ Վեհափառ հայրապետն ընդգծեց, որ թեև Սփյուռքում ապրող հայրենիներն իրենց սրտերում մշտապես կրում են հայրենիքի սերը եւ հետևում երկրում տեղի ունեցող զարգացումներին, սակայն նման այցելությունները հնարավորություն են ընձեռում անմիջականորեն հաղորդ դառնալու իրենց հոգևոր ու ազգային ժառանգությանը, հայրենի սրբություններին, սեփական աչքերով տեսնելու ներկա իրողություններն ու ամբողջական պատկերացում կազմելու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին իրենց համայնք վերադառնալուց հետո առավել նվիրումով ծառայելու հայոց եկեղեցուն ու հայրենիքին, գործուն մասնակցություն ունենալու ազգային եկեղեցական կյանքում եւ ամուր պահելու կապը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ։ It is our first time here and we feel blessed. Առաջին անգամ ենք Հայաստանում եւ մեր ապրումները բառերով նկարագրելը դժվար է։ Մեզ իսկապես օրհնված ենք զգում հատկապես այն բանից հետո, երբ ամենայն հայոց կաթողիկոսը մեր ամուսնության 38-ամյակի առիթով օրհնեց ինձ եւ ամուսնուս։ Այդ պահը մեզ համար խորապես հուզիչ ու հիշարժան էր։ Ընդհանրապես ամբողջ ուխտագնացությունը դարձավ անմոռանալի հոգևոր փորձառություն, որը երկար կմնա մեր սրտերում։ Մենք նման ընդունելության եւ նման ուշադրության չէինք սպասում։ Դա մեզ համար մեծ օրհնություն էր եւ աննկարագրելի ուրախություն։ Այս այցելությունը մեզ հետ կմնա որպես կյանքի ամենաթանկ հիշողություններից մեկը։ Actually, my grandfather had Ծնվել եւ մեծացել եմ Բրբանքում։ Պապիկս է ինձ եւ մեր ողջ ընտանիքին բերել Հայաստան։ Էջմիածին կատարած այս այցելությունն իմ կյանքի ամենատպավորիչ փորձառություններից է։ Ամեն երիտասարդի չէ, որ բախտ է վիճակվում հանդիպել ամենայն հայոց կաթողիկոսին եւ ստանալ նրա օրհնությունը։ Մինչ Հայաստան գալը պապիկս միշտ պատմում էր հայրենիքի, նրա պատմության ու ավանդույթների մասին։ Նրա շնորհիվ հայկական արժեքները մեր ընտանիքի կյանքի մի մասն են դարձել։ Բայց մի բան է լսել ու կարդալ Հայաստանի մասին եւ բոլորովին այլ զգացողություն սեփական աչքերով տեսնել այն, ինչի մասին տարիներ շարունակ լսել ես։ My grandfathers and grandmothers Նախնիներս Խարբերդից են, ներգաղթել են Միացյալ Նահանգներ։ Ինձ համար շատ կարևոր էր, որ կինս, երեխաներս եւ 6 թոռներս միասին գային Հայաստան։ Այսօր էլ հուզված եմ, որ մեր ընտանիքի կապը մայր հայրենիքի հետ վերահաստատվեց։ Ամերիկայում հենց եկեղեցին է միավորում հայերին, պահպանում մեր ինքնությունն ու ավանդույթները։ Տարիների ընթացքում տեսել եմ նաև եկեղեցական կյանքի դրական փոփոխությունները։ Տեր Թադեոսի նվիրումն ու եռանդը կարողացել են համախմբել համայնքը եկեղեցու շուրջ։ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումն ինձ համար մեծ պատիվ էր։ Նա շատ ջերմ ու բարեհամբույր էր, ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա զրուցելու եւ հարցեր ուղղելու նրան։ Այս մարդկանց նախնիները 1890-ականների Համիդյան ջարդերից եւ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո հիմնականում Խարբերդից եւ Երզնկայից գաղթելով ապաստան են գտել հենց Ուսթերում, ձևավորելով ամուր կազմակերպված եւ կենսունակ հայկական համայնք։ Առաջինը քաղաքում կառուցել են Սուրբ Փրկիչը Միացյալ Նահանգներում եւ ամբողջ արևմտյան կիսագնդում առաջին հայկական եկեղեցին։ Այն այսօր էլ ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու հասարակական կյանքի կենտրոնն է։ Քաղաքում բավական մեծ հայություն կա, քաղաքում կան մի քանի հայկական եկեղեցիներ։ Իրարից գրեթե 5-10 րոպե հեռավորության վրա մի քանի հայկական եկեղեցիներ կան, բայց իհարկե մեր համայնքը ամենամեծն է քաղաքում, գրեթե 400-500 ընտանիք ունենք մեր համայնքում։ Գիրագնոյա դպրոց ուսուցիչ եմ 25 տարի Սուրբ Փրկիչ եկեղեցու մեջ եւ բարոնեսելով ավանդություն կսորվեցունեմ եւ հարկանք կսորվեցունեմ մեր աշակերտներուն, որ մարենի լեզու կոնե մեկ բառ գիտնան բարոն։ Ես հայ մեծա Watertown-ի մեջ արևելյա գոմն է Massachusetts նահանգին արևելյա գոմն է հոն մեծա մեծ հայրս գամավոր էր հայ խոսելով մեծանք մեր դան մեջ մեր առաջին լեզուն հայերեն էր այդպեսով մեծանք եւ աս ավանդությունները սովորում ենք եկեղեցու մեջ
հայրեն դբոց կացին գիրագնորիա դբոց կար ամեն անց թասերը սորվեցանք եւ իմ բարդականությունից է որ անցյալներուն եկողներուն սորվեցնեմ հաճոտ սերունդներուն սորվեցնեմ ոդեպ չեն գիտեր ամերիկային մեջ ճշմարտաբար գամքը չկա եւ սկացումը չկա եւ ադի իմ բարդականությունից է որ սորվեցնեմ մեր երդասարտներուն որ հբարդս կան իրենց ասկեն 216,000 մարդ է ապրում Ուսթեր քաղաքում։ Տեր Թադեոսն արդեն 15 տարի է սպասավորում է ԱՄՆ արևելյան թեմի տարբեր եկեղեցիներում։ Չիկագոյի Գրիգոր Լուսավորիչ, Մինիսոթա նահանգի Սուրբ Սահակ եկեղեցուց հետո արդեն 3 տարի է ծառայում է Ուսթեր քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցում։ Տարբեր միություններ կան տղամարդկանց եւ կանանց միություններ կան մշակութային կազմակերպություններ կան տարբեր ծրագրեր հայկական փառատոնների ծրագրեր կան նաեւ ծառայության ծրագրեր որպեսզի ծառայենք եւ օգնենք մարդկանց մեր շուրջ ովքեր կարիքների մեջ են Հայոց հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ հովվապետական այցելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայության զորավոր հավատքը, սերն ու նվիրումը Մայրի եկեղեցու հանդեպ։ Իր օրհնության խոսքում հորդորեց հայաշունչ պահել իրենց ընտանիքները, հավատքով, բարի ու աստվածահաճո գործերով զորացնել Մայր եկեղեցին, պայծառացնել տիրախնամ թեմը։ Վերջում նորին սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցի իշխանություն հարաբերություններին եւ արդի ժամանակներում եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանը։ Անուշ Արաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։